Ուրեմն ընկերս Տիկոն, որ սաղ կյանքը սովորական բենզինով ավտո ա քշելու, ասում էր էլեկտրական ավտո չի, խաղալիք ա, նստեց կողքս։ Կանգնած ենք սվետոֆորի տակ, ինքն էլ ձեռքերը դրել ա փորին ու սկսել ա դասեր տալ, թե բա մատորի ձայնը ուր ա, բա որտեղ ա այս ավտոյի հոգին։ Ես էլ L-Drive-ից այդ նոր Zikr-ն էի վերցրել, ոչ մի բան չասեցի, ուղղակի սպորտ ռեժիմը դրեցի ու կանաչը վառվելուն պես գազը մինչև վերջ սեղմեցի։ Ժողովուրդ, Տիկոյի դեմքը այնպիսի ձև ստացավ, ոնց որ ինքնաթիռի մեջ լիներ, որը հենց նոր պոկվեց գետնից։ Հեռախոսը ձեռքից թռավ հետևի նստատեղին, իսկ ինքը կպավ սպինկային ու չէր կարում նույնիսկ բերանը բացեր։ Հաջորդ սվետոֆորի տակ կանգնեցինք, մի 5 րոպե լուռ էր, հետո ասում ա. «Արա, էս ինչ էր, էս ավտո չի, սա տելեպորտացիայի ապարատ ա, սիրտս բերանս եկավ»։ Էդ L-Drive-ի տղերքը մեզ պրոստո ավտո չեն տվել, իսկական ադրենալինի աղբյուր են տվել։